գցենք էլի այդ թվերով։ Եվ ես էլ եթե թույլ կտակ Տիկին Գալստյան, հա, Տիկին Գյուրախյան, ես դες ձայն կտամ։ Տիկին Գալստյան, բանականության շեմը եթե հաղթահարել ենք, առնվազն պետք է տեսնենք, որ շինարարությունը դա վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջորդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ։ Շինարարությունը բնականաբար այդպես է լինում եւ կարելի է նաեւ օրինակ պատկառանքի շեմը հաղթահարել եւ վերհիշել, թե այսքան ժամանակ եւ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ինչ արե դաշնակցությունը կոնկրետ կրթության ոլորտի հետ, ես դες ձայն չեմ տվել անջատեք խոսափողը, դաշնակցության որովհետեւ դուք կես տվյալներ եք հրապարակում եւ թույլ չեք տալիս պատասխանել։ Մեր նախարարության օրոք 110 դպրոց ամբողջական կառուցվել է։ Եվ պետք է մոլորեցնել հասարակությանը։ Բան անելու։ Կեղծը ձեր տված բաներն է, թյուրիմացությունն է, խնդրեմ Տիկին Գյուրեղյան։ Տիկին Վարդանյան, փորձեմ նախ ձեզ արձագանքել, ստացվում է, որ դուք, ստացվում է, որ ԿՓ-ն եկել է դաշնակցության գործունեության ձևաչափը, ոճը շարունակելու, Տիկին Գյուրեղյան, օրինակ հասկանալ ձեր չարախնդությունը, Տիկին Գյուրեղյան, ես ուզում եմ հասկանալ ինչի վրա, դուք ինձ հետ չեք կարող խոսել կամ չխոսել, ասել ես եմ նախագահում, Տիկին Գյուրեղյան, եւ եթե հարցը ամենասկզբից պիտի տայք, իսկ հիմա որ արտահայտվել եք, պիտի լսեք պատասխանը։ Ես հենց որ դուք արդեն միկրոֆոնին կմոտենաք, ես միկրոֆոնին մոտեցել եմ, տեսնում եք։ Հետո ես էլ ասում, դե այդպես չի կարելի։ Եք վարելու։ Դե ես կարծում եմ, որ սուտ կեղծ տվյալ տալուց եւ մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար պետք է պատասխան տալ։ Լավ, խնդրեմ հարցը տվեք։ Ուրեմն Դաշնակցության, երբ որ նախարարությունը ինքն էր ղեկավարում, այդ ընթացքում 110 դպրոց կառուցվել է, բայց երբեք դաշնակցությունը չի խոստացել 300 դպրոց 500 մանկապարտեզի կառուցում ու կառուցել է 110-ը։ Խոսքը դրա մասին է մեկ։ Հիմա պարոն Հովհաննիսյան, ձեզ ասում եք, զեկուցման մեջ 24 թվականի կատարողականի հստակ գրված է, որ 24 թվականի ավարտին կառուցվել է 40 դպրոց 300 խոստացածից եւ ի ծաղր ձեզ ԿՊ-ի ներկայացուցիչներին գրվել է հաստատվել է 24 թվականի ավարտին 300 դպրոցի ցանկը, որոնք պետք է կառուցվեն, հասկանում եք ինչի մասին է, ընդամենը 24 թվականի ավարտին դուք նոր հաստատել եք այն 300 դպրոցների ցանկը, այդպես է գրված, ես գիտեմ, որ ավելի շուտ է հաստատվել, բայց այդպես գրված է զեկույցի մեջ, հաստատվել է ցանկը եւ հաջորդը, այդ մեկ, որ իսկապես 40 թիվը ձեր կառավարության զեկույցի մեջ է կատարողականի։ Նախարարությունից ես ստացել եմ պատասխան այս հարցերին վերաբերող, որ 24 թվականի ավարտին ունենք 40 դպրոց, 25 թվականի ավարտին կունենանք եւս 65 դպրոց, նախարարության խոստացած թիվը եւս 65 դպրոց։ Կառավարության ծրագրի մեջ հստակ գրված է մինչև 26 թվականը կկառուցվի, վերանորոգվի եւ այլն 300 դպրոց 500 մանկապարտեզ։ Նախարարության պատասխանի մեջ ինձ սևով սպիտակի վրա գրված է եւս 65, եթե 40-ին գումարում ենք 65-ը, ստացվում է, այնտեղ պլյուս 5-ի մասին ինչ որ խոսք կար 110, դա 30%-ից մի քիչ ավել թիվ է, 30%-ից։ Հիմա դուք ասում եք, որ մենք 26 թվականի կեսերին, այսինքն մնացած 6 ամսվա մեջ, այն 110 հանած մնացածը կունենանք, հասկանում եք, այսինքն ինչ տեմպերով եք դուք աշխատելու, խոսքը դրա մասին է եւ երկրորդ ձեր խոստումը մինչեւ 26 թվականից, մինչեւ 26 թվականը 25 թվականի ավարտն է, որի ժամանակ դուք կառուցելու եք 105 դպրոց։ Դա ձեր նախարարի պատասխանն է։ Հաջորդը, այս ուղղակի փաստը հարցը չէր։ Հիմա դուք ասում եք, որ 86%-ն է կատարվել եւ 14%-ը չի կատարվել եւ ձեր ի պատասխան պարոն Բագրատյանի նշեցիք, որ այն 14% չկատարվածը հիմնականում դրանք այդ շինարարական աշխատանքների հետ են կապված, որոնք ի սկզբանե որոնք սկսվել են, բայց կապալառ
կապալառուները ըստ էության հիմնականում չեն վերցրել, խոստացել են կատարել, դե ինչ լավ է, որ մենք ունենք այդքան հերոս կապալառու, ամբողջ կրթության նախարարության բյուջեի 14%-ը, ասենք հիմնական թող 12-11%-ն կապալառուները, հզոր մեր հերոս կապալառուները չեն վերցրել, գործը անում են։ Լավ, դուք չեք ուզում վերլուծել ինչու է այդ պատկերը եւ հետո այդ ծրագրի կատարումը խախտվել է դրանով եւ մյուս հարցս, որը ձեր պատասխանից էլի ծնվեց, դուք ասում եք, որ այդ գումարը, որը որ 24 թվականի ավարտին չի ծախսվել, սրանք տեղափոխվում են 25 թվական։ Հիմա ես ուզում եմ հարցնել, արդյոք այդ գումարը, որ տեղափոխվում է 25 թվական, հաջորդ տարին, հիմա 25 թվականի կրթության ոլորտի համար նախատեսված բյուջեի մեջ, այդ թվի մեջ, այդ փոխանցված գումարը կա թե ստացվում է 25 թվականին կրթության բյուջեն այդքան պլյուս փոխանցված 14, ես ուղղակի ուզում եմ դա հասկանալ, այդ գումարվում է, թե արդեն ներառված է ընդհանուր թվի մեջ, որպեսզի վաղը հասկանանք, թե այդ կատարողականը որ թվից հաշվենք, որ կատարողականը որ տոկոսով է կատարել, հասկանանք այդ 25 թվականի բյուջե պլյուս 24-ից փոխանցված, թե արդեն 25-ի մեջ այդ փոխանցումը կա։ Գյուրեղան, նախ երբ որ դուք ասում եք, որ ծրագիրը խախտվում է, սա շատ էական հարց է, որովհետև ծրագիրը չի խախտվում փողի ծախսման հետևանքով։ Ծրագիրը խախտվում է աշխատանքը չկատարման հետևանքով։ Եվ եթե աշխատանքները, որոնք, այսինքն 24 թվականին մրցույթների արդյունքում, երբ որ չէր պլանավորվում 24 թվականին շինարարական աշխատանքները սկսել եւ միայն պետք է կանխավճարներ վճարվեին, այդտեղ ես խախտում չեմ տեսնում։ Իրականում գուցե կառավարության ծրագրում գրված է մինչև 26 թվականը։ Գուցե չէ, հստակ։ Բայց ձեզ կարող եմ ասել, որ գուցե դրանից մի քանի ամիս հետո այդ աշխատանքը կավարտվի, որովհետև գումարները, որոնք ծախսում են եւ այն տեմպը, որով մենք հիմա սկսել ենք աշխատանքները եւ առաջի երամսյակի արդյունքները հենց դրա մասին են վկայում, որ մենք կարողանալու ենք այս դրված թիրախը իրականացնել։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, ապա մեխանիզմը այսպիսին է, այդ չծախսված գումարը նախորդ տարվա կառավարության որոշմամբ ավելացվում է այս տարվա գումարին։ Եվ երբ որ դուք նայեք կատարողականը այս տարվա բյուջեի, դուք կտեսնեք այդ գումարի նկատմամբ նաև կատարողականը, որովհետև թիվը մեծացած կլինի։ Այսինքն այդտեղ որևէ Չէ, ես ուղղակի ճշտում եմ։ Աչքից չի վրիպում եւ այդ բանը իրականացվելու է այդ թվի նկատմամբ, բարձրացած թվի նկատմամբ։ Արձագանք։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք դուք ասեցիք, որ ըստ էության գումարների տրամադրման խնդիրը չի, այլ աշխատանքների չկատարման խնդիրը։ Հասկանում եք, քաղաքացուն, որը հույս ուներ, որ դպրոց է ունենալու ու ինքը այդ դպրոցը չի տեսնելու, բոլորովին հետաքրքիր չի, դա գումարը կար, փողը չի կար, աշխատողը չի արել, գումարը չկար, աշխատողը չկար, թե հասկանում եք, ըստ էության ծրագիրը չի կատարվել, ծրագրում սևով սպիտակի վրա գրված է մինչև 26 թվականը կունենանք, կկառուցվի, վերանորոգվի, հիմնանորոգվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Այս նույն պատկերն է նաև 500 մանկապարտեզի մասով այդ ծրագրերի։ Ես ուղղակի այդ նույն թվերն են, նույն պատկերն է, մի քիչ ավել է մանկապարտեզներում կատարողականը, այդ 500-ի, ինչու, որովհետև այդ մանկապարտեզների 500 ծրագրի մեջ այնտեղ կան շատ մանկապարտեզներ, որոնք համայնքային ռեսուրսներով են, համայնքային բյուջեի միջոցներով են իրականացում, երևի համայնքներն իրենք սուբսիդավորվում են նաև եւ համայնքներն իրենք ավելի հետեւողական են։ Ուրեմն այստեղ խնդիր է առաջանում։ Համայնքները մի քիչ հետեւողական են, այդ կատարողականը մի քիչ ավելի բարձր է։ Ուրեմն նախարարությունը հետեւողական չի, այդ աշխատանքները չեն կատարվում, թե ցանկությունը չկա, թե այդ հասկանում եք, այստեղ խնդիր կա բովանդակային։ Եվ եթե այսօր այս պահին ֆինանսների նախարարն ասում է, որ դուք ձեր անելիքը արել եք, փողը տրամադրել եք, խնդրեմը
չկատարողի աշխատանք չանցկացնելու մեջ է, ես հասկացա, որ դուք ուղղորդում եք չկատարումը կրթության նախարարին, ես կրթության նախարարությանը այդ հարցը կտամ։ Իսկ ինչ մնում է տեմպերի նման արագացմանը, ես չեմ հավատում տեմպերի նման արագացմանը, անկեղծ եմ ասում, եթե մինչև 25 թվականի ավարտը մենք ունենալու ենք 110 դպրոց, դե կապրենք կտեսնենք է, այո, բայց ես պրակտիկան արդեն 4 տարվա եւ արդեն 5-րդ տարվա մեջ ցույց է տալիս, որ նման խոստումները ուղղակի հեքիաթի ժանրից են։ Շնորհակալություն, կարող եք արձագանքել։ Ես պետք է արձագանքեմ Տիկին Գյուլիան, որովհետեւ դուք իմ ասած բաները խեղաթյուրում եք։ Ավելի կոնկրետ։ Ասեմ հիմա։ Ես Մելի, այստեղ երկխոսություն չի, անջատ խոսափողը, որ այն մեկը ձայնագրի։ Մեկնաբանում եք այն ձևով, որը ես ընդհանրապես դες բան չեմ ասել։ Ես չասեցի, որ աշխատանքները չեն կատարվել։ Ես ասեցի, որ գումարը տրամադրվել է, աշխատանքը կատարվել է, իսկ աշխատանքը 24 թվականին կայանում էր նրանում, որպեսզի այդ մրցույթները հայտարարվեն եւ հաղթողները ճանաչվեին, այդ աշխատանքը կատարվել է եւ ուղղակի կանխավճարները չեն տրամադրվել այդ աշխատանքները կատարելու համար, դրա համար եղել է խնայողություն գումարի։ Ես կարծում եմ, որ դա շատ բնական է եւ դուք որպես ազգային ժողովի պատգամավոր պետք է հոգատար լինեք նաեւ այդ գումարների նկատմամբ եւ ուրախությամբ արձանագրեք այս փաստը։ Ինչ վերաբերում է 26 թվականի կատարմանը, եկեք ես ընդամենը մի թիվ ասեցի, որ ցույց տվեցի, որ անցած տարվա համեմատ տեմպերը 3 անգամ արագացել են։ Հիմա դուք ասում եք ես չեմ հավատում այդ տեմպերի արագացմանը, ես էլ ասում եմ ես հավատում եմ այդ տեմպերի արագացմանը եւ փաստերը ցույց են տալիս, որ այդ տեմպերը կարող են արագանալ այդքան եւ դրանից ավել։ Ընդ որում դրա մասին վկայում են ոչ միայն իմ հավատը, այլ նաեւ վերջի 3 ամիսների կատարողականները, որ մենք տեսնում ենք, որ այս պլանով մենք առաջ ենք գնում, ընդ որում ազդակներ կան, որ այն գումարը, որը մենք հատկացրել ենք, եւ այս գումարը, որը ավելացրել ենք, գուցե բավարար չլինի ամբողջ ծավալով այս տարվա աշխատանքները անելու։ Դա կնշանակի, որ նախորդ տարվա համեմատությամբ մենք ունենալու ենք 4-ից ավել անգամ արագացում աշխատանքի։ Բայց ինչպես պայմանավորվեցինք, կապրենք կտեսնենք։ Շնորհակալություն, այլ հարցեր ֆինանսական մասով խնդրեմ պարոն Ասլանյան։